Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում։ Ես հիշում եմ բյուջետային քննարկումները, որ ամենատարբեր դեռ լրագրող եղած ժամանակներից ես ինքս էլ որպես պատգամավոր գործելով բյուջեին տարբեր անուններ եմ տվել եւ տարբեր ժամանակներում բյուջեի համար եղել են տարբեր ձևակերպումներ։ Չգիտեմ, բանի ճգնաժամի բյուջե, յետճգնաժամի բյուջե, կոնսերվատիվ բյուջե, հուսահատության բյուջե, զարգացման բյուջե։ Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես տարբերակումները պետք է հանենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի երջանկության բյուջե։ Այսինքն մեր բյուջեները պետք է ուղղված լինեն նրան, թե ինչա պետք Հայաստանի Հանրապետությանը եւ նրանց քաղաքացիներին երջանիկ լինելու համար։ Եվ սա կարծում եմ շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։ Բայց չեմ ուզում եւ չեմ կարող շղթել, որ մարդու երջանկության համար, ինչպես նշված է նաեւ իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծում, անհրաժեշտ կենցաղային պայմաններ։ Բայց ես ուզում եմ նաեւ մի արձանագրում անել, որ անհատական կենցաղային պայմանները բավարար չեն մարդու երջանկության համար։ Առիթ ունեցել եմ նաև կառավարության 2024 թվականի գործունեության զեկույցի ընթացքում ասել, որ իհարկե շատ կենցաղային օրինակով, եթե մարդը ունի հարմար նորոգված բնակարան, դա դեռ չի նշանակում, որ ինքը բարեկեցիկ է։ Պատկերացրեք լավագույն ձևով կառուցված եւ նորոգված առանձնատուն։ Եվ մարդը իր ընտանիքով ապրում է այդտեղ։ Արդյոք դա բավարար է, որ նա համարվի բարեկեցիկ։ Բացարձակապես բավարար չի։ Որովհետև կարող է այդ բնակարանը, այդ տունը հազար ներողություն չունենալ կոյուղի օրինակ, որը հանրային ենթակառուցվածք է։ Այդ տունը կարող է չունենալ ջրամատակարարում, որը հանրային ենթակառուցվածք է։ Այդ տունը կարող է չունենալ էլեկտրական հոսանք։ Լավ, հիմա արև ֆոտովոլտային կայաններ կարող են դնել, այդ մասը հələ բան անենք, բաց թողենք։ Չնայած այդ էլ հանրային ենթակառուցվածք է։ Եթե մարդ այդ տանը ամեն օր առավոտյան ուտումը սև խավիար, կեսօրին, չգիտեմ, կարմիր խավիար, երեկոյան եւ կարմիր եւ սև խավիար, եւ այդ տնից դուրս է գալիս, այդ տնից դուրս գալու համար պետք է 1.5 մետրանոց ռետինե սապոգներ հագնի, որովհետեւ հակառակ դեպքում ցեխի մեջ կկորի, այդ մարդը չի կարող համարվել բարեկեցիկ։ Կամ եթե այդ մարդը ինքը իրան էս իմ ասած պայմաններում համարի բարեկեցիկ, ուրեմն մենք պետք է մի հատ ստուգենք բարեկեցության այդ ընկալումը։ Սա ինչի համար եմ ասում, ինչ կապ ունի սա, հարգելի գործընկերներ, բյուջեի կատարման հաշվետվության քննարկման հետ։ Իսկ կապը հետևյալն է, որ մարդու անհատական բարեկեցությունը կախված է ոչ այնքան նրանից, թե ինքը ինչքան փող է ծախսում իր ընտանիքի համար, շատ ավելի կախված է նրանից, թե պետական եւ համայնքային բյուջեն ինչքան փող է ծախսում իր այդ նույն մարդկանց ընտանիքի եւ անհատի բարեկեցության համար։ Եվ այս ընկալումը առանցքային է, մենք պետք է սա հասկանանք, մենք չենք կարող առանց սա հասկանալու ունենալ բարեկեցություն Հայաստանի Հանրապետությունում։ Չենք կարող ունենալ։ Եվ այն պնդումը, որ ես առաջին անգամ, երբ որ արեցի ազգային ժողովում, մի քիչ էլ երևի սպոնտան, հաջորդ պահին լարվեցի, երբ որ ասացի, որ ոչ մի ընտանիք, բացարձակապես ոչ մի ընտանիք, ինքը իր կյանքի եւ բարեկեցության վրա չի ծախսում, չի կարող ծախսել ավելի շատ, քան ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Բայց հետո ինչքան գնաց, ավելի արմատավորվեց այդ միտքը եւ դա դարձել է համոզմունք։ Ի վերջո եկեք հասկանանք, Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մի քաղաքացի, անկախ սոցիալական եւ այլ կարգավիճակներից,
չկա գետ մի քաղաքացի, որը ինքը իր ընտանիքի բարեկեցության ապահովության համար ծախսում է ավելի շատ գումար, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ Հայաստանի պետական եւ տվյալ համայնքի համայնքային բյուջեն է ծախսում։ Եվ հետեւաբար, հարգելի գործընկերներ, պետք է հասկանանք, ըմբռնենք խորությամբ, որ չափազանցություն նրանում, որ ասում եմ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր բոլորի հավաքական, բայց նաև մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն է։ Սրանում ոչ մի չափազանցություն չկա, եւ այս ամեն ինչի համար եմ ասում, հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետքա փոխվի, ֆունդամենտալ ձևով պետքա փոխվի, որովհետեւ կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն, կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն, կա հարկ, կա երջանկություն, չկա հարկ, չկա երջանկություն, կա հարկ, կա ազատություն, չկա հարկ, չկա ազատություն, կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն, կա հարկ, կա առողջություն, չկա հարկ, չկա առողջություն, կա հարկ, կա կրթություն, չկա հարկ, չկա կրթություն։ Սա ընդ որում այս թվարկումը ժամերով շարունակենք, կա հարկ, կա ճանապարհ, չկա հարկ, չկա ճանապարհ, կա հարկ, կա լուսավորություն, չկա հարկ, չկա լուսավորություն, կա հարկ, կա սոցիալական ապահովություն, չկա հարկ, չկա սոցիալական ապահովություն, կա հարկ, կա անտառ, չկա հարկ, չկա անտառ, կա հարկ, կա մաքուր օդ, չկա հարկ, չկա մաքուր օդ։ Հիմա հա անսպառ է, բառես բուն իմաստով անսպառ է։ Հիմա այն ինչ որ չկա, ինչի պատճառով է, որ չկա։ Հարկ չլինելու պատճառով է, որ չկա։ Աշխատանք չլինելու պատճառով է, որ չկա։ Հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքի պատճառով է, որ չկա։ Եվ դրա համար էսա պատճառը, որ ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ եւ վերջին շրջանում, որ օրինակ շատ քննարկում է գույքահարկի բարձր լինելու կամ չլինելու հարցը։ Ես բոլոր դեպքերում ասում եմ եւ հիմա էլ ուզում եմ ասել, հրապարակային էլ եմ ասել, որ բոլոր այն քաղաքացիները կամ գյուղացիները, գյուղում ապրող մարդիկ, մանավանդ այն գյուղերում, որտեղ մենք մանկապարտեզ ենք կառուցել, փողոցներ ենք կառուցել, երբ որ խոսում են հարկի շատ լինելու մասին, խնդրում եմ ուղղակի եկեք ուղեկցենք իրենց եւ նայենք, ուղղակի լուր նայենք այն մանկապարտեզին, որը չի եղել։ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում իր գոյության ողջ պատմության ընթացքում, ողջ, հասկանում եք, հազարամյա պատմության ընթացքում չի եղել դպրոց։ Չի եղել դպրոց։ Մենք այսօր մանկապարտեզներ ենք կառուցում այն գյուղերում, որտեղ այդ գյուղերի հազարամյա պատմության ընթացքում չի եղել մանկապարտեզ։ Հարգելի գործընկերներ, մենք պետք է ի վերջո արձանագրենք մի բան։ Հասկանանք, մենք շատ ենք սիրում, չէ՞, խոսել քաղաքակրթության մասին։ Եվ դա մեր սիրած թեման է։ Մեր գյուղերի 90, այսինքն մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը գոյության ողջ պատմության ընթացքում եղել են ցեխի մեջ։ Հասկանում եք։ Մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը իրենց գոյության պատմության ողջ ընթացքում եղել են ցեխի մեջ։ Այսինքն փողոցը չի ունեցել իր բնական վիճակի մեջ եղել։ Պարզապես մարդիկ այդտեղով ոչ ենթակառուցվածք չի եղել, մարդկանց ուղակի քայլելու տեղ է եղել։
Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մեզ անհրաժեշտ է այս ամեն ինչը ինչի համար եմ ասում։ Այս ամեն ինչը ասում եմ նրա համար, որ ցույց տամ հարկի, բյուջեի, մարդկանց անհատի բարեկեցության կապը, բայց չեմ կարող ժխտել, որ մեզ հարկային քաղաքականության շուրջ անհրաժեշտ է լայն եւ մեծ ըմբռնում։ Եվ ես կարծում եմ, որ մենք առաջիկա շրջանում եւ առավել եւս առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում հերթական պետք է այս թեման շատ լրջորեն քննարկենք մեր քաղաքացիների հետ։ Այսինքն պետք է հարկի նկատմամբ, ինչքան էլ դա դժվար հնչի, պետքա ձևավորել հարազատություն։ Ես համաձայն եմ, որ հարկի նկատմամբ հարազատություն ձևավորելը կախված է նաև նրա չափից, նրա կշռից, հանգամանքից, ծավալից։ Եվ ես բացարձակապես այն կարծիքին չեմ, որ այսօրվա մեր հարկային համակարգը կատարյալ է։ Չենք կարող, ես նույնիսկ հույս չունեմ, չեմ էլ կարող տենց խնդիր դնել, որ եկեք կատարյալ հարկային համակարգ ունենանք։ Համակարգը կատարյալ չի լինելու երբեք, բայց ես կարծում եմ, որ մեր առաջնորդությունը պետքա լինի նրա մասին, որ մենք ըմբռնում պետքա ձևավորենք քաղաքացիների շրջանում, որ հարկը իր ընտանիքի, իր երեխայի, իր տան, իր սեփականության, իր երկրի անվտանգության, բարեկեցության, երջանկության համար է։ Մենք պետք է հասկանանք ինչ է մեզ պետք երջանկության համար, ինչքան է հարկավոր վճարել այդ երջանկության համար եւ ինչպես ենք բաշխում այդ երջանկության համար անհրաժեշտ գումարների հավաքագրումը, որովհետեւ ուզում եմ ելի ընդգծել եւ դրանով թերևս ամփոփել, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ բան տեղի չի ունենում առանց պետական բյուջեի ծախսի։ Եվ հետեւաբար որևէ բանի տեղի ունենալը սկսած մարդկանց ամուսնությունից։ Ասենք, որ դա նաև որոշակի համակարգ է, որը գրանցում է ամուսնությունները, բայց ելի եմ ասում, պետք է ճանապարհը լինի, չէ՞ որ մարդիկ հարսանիք անեն, չի լինի այլ կերպ։ Եվ հոսանք պետք է լինի, ջրամատակարարում եւ այլն, էլ բան չանեմ, չպարզաբանեմ։ Եվ հետեւաբար մեզ պետք է ձևավորել, ես չի ասի կոնսենսուս, ես կասեի, որ ըմբռնում, թե ինչպես, որտեղ եւ մենք պետք է ինչ չափով մենք պետք է հարկեր վճարենք, բայց որպեսզի այդ ըմբռնումը ձևավորվի, նախ պետք է արձանագրել, թե այդ հարկերը ինչի համար են։